այս անցած ամիսներին դուք ինձ թվում է վերլուծություն գոնե մակերեսային հասցրած կարող էիք անել։ Այսպիսի մի երևույթ եմ նկատել եւ դա էլ ինձ հուշել է նաեւ հիվանդանոցներում եւ պոլիկլինիկաներում աշխատող բժիշկները, բժշկուհիները եւ ես ձեզ ուղղակի հորդորում եմ, առաջարկում եմ, որ այսպես արշավ անեք տեղեկատվական ոլորտում, որովհետեւ այսպիսի պնդում կա, տարածում կա, հատկապես տարեց բնակչությունների մոտ, որ հունիսի 7-ից հետո այս ամեն ինչը դադարելու է, որի պատճառով շատ մեծ հերթեր են գոյանում պոլիկլինիկաներում եւ հիվանդանոցներում։ Դուք այս փաստի հետ առնչվել եք, թե չէ։ Շնորհակալություն հարցի համար, պարոն Նազարյան, իրականում ճիշտ եք, բավականաչափ մեծ ապատեղեկատվություն է տարածվում համակարգում որոշակի fake լրատվական միջոցների եւ որոշակի ուժերի կողմից, մենք էլ ենք տեսնում, բայց պետք է կրկնվեմ, որ օրենքը ընդունված է եւ շարունակելու ապահովագրական համակարգը գործել, ավելին յուրաքանչյուր տարի նոր խմբեր են ավելանալու մինչեւ 28 թվականը, ընդգրկելով մեր ամբողջ բնակչությունը եւ հասանելի դարձնելով առողջապահությունը բոլոր իրենց համար։ Ինչ վերաբերվում է հերթերին, կարծում եմ, որ տարիների ընթացքում այս մարդկանց մոտ խնդիրները առողջական այնքան են կուտակվել, որ այո, գուցե այս սկզբնական շրջանում իրենք փորձում են միանգամից լուծել խնդիրները եւ դա է պատճառը եւ թե բժիշկների բուժաշխատողների ծանրաբեռնվածության եւ թե հերթերի պատճառը, բայց շնորհակալություն առաջարկի համար կշարունակենք իրազեկումը հենց այդ ուղղությամբ, որովհետեւ ապատեղեկատվությունը բավականաչափ նեգատիվ ազդում է ընդհանուր համակարգի եւ այս բոլոր ծրագրերի եւ մեր քաղաքացիների ընդհանրապես տրամադրության ու վստահության վրա։ Ունեք արձագանք, համեցեք։ Շնորհակալություն եւ մի դիտարկում եւս շատ պոլիկլինիկաներ այդ հերթերի պատճառով ստիպված են լինում դիմել ոստիկանության օգնությանը հերթերը կարգավորելու համար, պահնորդական ծառայություն են, եթե ֆինանսական միջոցներ հերիքում է եւ նաեւ ասեմ իմացեք կան որոշակի տեսակի հիվանդներ, որոնք տեղերը ստանում են եւ փորձում են վերավաճառել դեղատներում եւ այլ տեղերում, որտեղ կարող են, որովհետեւ Ես խնդրում եմ դուք այս ամեն ինչին մի քիչ ավելի ուշադիր եղեք, մեր ժողովրդի հնարամտությունը շատ ավելի մեծ է, քան դուք կարծում եք։ Եվ մի հարց, որ խմբերը մեր հասարակության դեռ չեն օգտվում այս համակարգից, ովքեր դեռ չեն ընդգրկվել էլի։ Մի հատ հստակեցում մտցնենք, որովհետև շատ են հարցնում, ես կամ թե չկամ, այս ինչ տեղի աշխատողը կա, թե չկա, շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Նազարյան, նշեմ առաջի հարցի մասով, որ հերթագրման համակարգը պարտադիր պահանջ է հանդիսանում բոլոր եմբուժ հաստատությունների համար, ովքեր որ պայմանագիր են կնքում այս ծրագրի շրջանակում ծառայություն տրամադրելու համար, եւ մենք շուտով կսկսենք արդեն մեր այդ վերահսկողական արդեն այցերը հասկանալու արդյոք հերթագրման համակարգերը պատշաճ ձևով գործում են բոլոր բուժ հաստատություններում։ Ինչ վերաբերում է խմբերին, դուք գիտեք, որ այս ներկա պահին ընդգրկված խմբերն են մինչև 18 տարեկան երեխաները 65+ մեր քաղաքացիները, ռեզիդենտ հանդիսացող, սոցիալական ապահովության համակարգի մեջ ընդգրկված անձինք, հաշմանդամության խումբ ունեցող անձինք, ինչպես նաև 200,000 եւ ավել աշխատավարձ ստացող անձինք։ Հաջորդ տարվա ընթացքում հունվարի 1-ից մենք կունենանք նոր խումբ, դա մինչև 200,000 ստացող անձինք են եւ այս նախագծով մենք նույնպես ավելացնում ենք մի քանի խումբ, ինչպես արդեն նշեցի, դրանք փոխկապակցված անձինք են, այսինքն ընտանիքի անդամում, եթե որևէ մեկը աշխատում է, կարող է իր հարկային գործակալի միջոցով նաև ապահովագրել իր ընտանիքի անդամին, ինչպես նաև նշեցի տաքսի ծառայության վարորդները։ Մյուս տարի արդեն մնացած խմբերը գյուղացիական տնտեսության